շատ համեղ, հյութալի, վերինաշճանի հյութալի։ Եթե ձեզ դուր եկավ այս բաղադրատոմսը, սիրելիներս, դե եկեք գնանք միասին պատրաստելու։ Բարի օր ժողովուրդ ջան, ես նորից գտնվում եմ իմ աշխատատեղում։ Այսօր որոշել եմ պատրաստեմ մատնաքաշ հացով արագ պատրաստվող ուտեստ, որ շատ սոված եք լինում, շուտ պատրաստեք ու ուտեք, սիրելիներս։ Բաղադրիչներն են մածունը սխտորով, վերցրել եմ 250 գրամ մածուն և խառնել եմ այս 250 գրամ մածունի հետ կես թեյի կտար սխտորի փոշի։ Ունեմ այսպերկ սալատ, բովի պանիր, ունեմ մատնաքաշ հաց, մեջտեղից կիսել եմ, սիրելիներս, որպեսզի տակի մասի վրա տեղադրեմ այս բանջարեղենը։ 2 հատ լոլիկ եմ կտրել, բայց չգիտեմ ինչքան պետք կգա ինձ, կտրատել եմ, պատրաստել։ Կարմիր և կանաչ քաղցր պղպեղ, սոխ, ցանկացողները թող դնեն նաև կուկուռուզ։ Ես չեմ դրել, որովհետև չեմ սիրում այս ուտեստի մեջը կուկուռուզ։ Առաջի շերտը դնում եմ պանիր։ Ոչ շատ հաստ, ոչ շատ բարակ, այսպիսի հաստության, կովի պանիր։ Եթե տունը չունեք կովի պանիր, ինչ պանիր էլ դնեք աղը դրած, համով է լինելու։ Ես ունեմ հիմա պանիր կովի, դնում եմ կովի պանիր, իսկական այս բաղադրատոմսը կովի պանիրով է։ Շարում եմ երկրորդ շերտը լոլիկը։ Այսպես դրեցինք կես լոլիկը, հիմա մյուս կեսն էլ դնելու եմ ամենավերին շերտի վրա։ Հիմա լցնում եմ կարմիր կանաչ քաղցր պղպեղը, բուլղարական պղպեղ։ Հիմա դնում եմ սոխը, ով ինչքան սիրում է, եթե սիրում եք շատ սոխ, վերցրեք շատ սոխ։ Եվ դնում եմ վերջին շերտը, լոլիկը, նորից վերնամասում։ Հիմա կասեք Ռոզատատիկը ինչքան շատ բաղադրիչներ դրեց, այո, որովհետև մատնաքաշը ինքը շատ, քիչ ավելի շատ հաց է ու դրա համար պետք է դնեմ մի քիչ ավելի շատ բանջարեղեն, որպեսզի շատ համով լինի, մենակ հաց չուտենք։ Հիմա դրեցի գազօջախի մեջ, սիրելիներս 200 աստիճանով, ջեռուցը տաքացած 200 աստիճան, 5 րոպե, 5-6 րոպե, ավել չէ։ Հիմա տեղադրում ենք ամանի մեջ, հիմա սա տեղադրեցինք ամանի մեջ, չմոռանամ ասելու, սիրելիներս, հացը դրել եմ էլի, դարելա սիրուն խրթխրթան հաց, տաքացրել եմ, արդեն հանել եմ, երկար չես թողնում, շատ շուտ։ Հիմա լցնում եմ սոուսը, քիչ լցնելու եմ այսպես, և լցնելու եմ վերևի մասում սալատ։ Սալատի վրա նույնպես նորից լցնելու եմ սոուս, այսպես սիրելիներս։ Եթե դուք չեք ուզում այսքան շատ բանջարեղենով, ուրեմն մի վերցնի այսքան շատ դրեք, մի թեթև շերտով և սոուսը նորից։ Մածուն է, սովորական մածուն, տնական լինի, թե խանութից լինի, սովորական մածուն, ինչպես ասեցի, աղ, սև պղպեղ, մեջ երևում էլ է սև պղպեղը և կես թեյի գտալ սխտոր, սխտորի փոշի։ Այսպես, այսպիսի տեսք ունի սիրելիներս մեր հացը պանիրով, լոլիկով, սոխով և պղպեղով և այսպես սալատով։ Գրեք տեսնեմ, արդյոք ձեզ դուր եկավ մեր այսօրվա պատրաստած մատնաքաշով ուտեստը։ Վերցնում ես մի մատնաքաշը, բաժանում ես 4 մասի, վերցնում ես մի կտորը, վերջացավ գնաց։ Եվ այսքանը սիրելիներս, այսօրվա համար այսքանը։
Մեզ մնում է հետևել, հավանել եւ տարածել։ Սիրում եմ ձեզ, սիրենք իրար ու լինենք միշտ իրար հավատարիմ։ Հիմա կփորձեմ եւ ձեզ կասեմ։ Շատ համեղ, հյութալի, Վերին Աշճանի հյութալի սիրելիներս, փորձեք անպայման, փորձեք ու տեսեք, որ Ռոզա տատիկը ճիշտ է ասում։ Փորձեք, համտեսեք, անուշարեք։